Բարի օր սիրելի երեստաթիթող, այսօր պատրաստելու ենք ստեյքով աղցան։ Այդ մարդիկը, որ սիրում են բանջարեղեն, այն մարդիկը, որ սիրում են աղցան եւ այն մարդիկը, որ սիրում են միս, այդ բոլոր մարդիկը այս աղցանը շատ են սիրելու։ Կամ որ ինքը մի հատ full meal է, այսինքն ամբողջական ուտեստ, ամբողջական սնունդ, որի մեջ կա համեր եւ շատ հետաքրքիր ձևով պատրաստվում։ Այսօրվա բաղադրատոմսի համար մեզ պետք է 500 գրամ դավարի ստեյքի միս, կես հատ դեղին բղբեղ, կես հատ կարմիր բղբեղ, կես հատ կանաչ բղբեղ, մի հատ ավոկադո եւ 2-3 ճուղ բեյզել կամ բասիլիկ, 10-ից 12 հատ չերի լոլիկներ եւ 1 դուփ արգուլա կամ ռուկոլա, 1 հատ մեծ կարմիր սոխ եւ փոքր պունջ ազատկեղ կամ մաղդանոս, 150 գրամ blue cheese կամ ռոկֆոր, 2-ից 3 ճաշի կտալ բալսամիկ կացախ, 5-ից 6 բջեղ սխտոր, աղ, սև բղբեղ եւ կես կտալ շաքար եւ իհարկե ցիտաբտղից հետ։ Ստեղ տեսնում եք քունավոր, ոնց որ բարդես լինի, ամենաառաջինը սկսելու ենք ստեյքից, մենք ստեղ ունենք արդեն միշտ եթե ֆրեզերում ունեք ստեյքը, անպայման իջացրեք միսը, մի քոնե 30 րոպե կամ 1 ժամ առաջ ինքն իրեն կա, բայց շատ ավելի շուտ չի կարելի հանել։ Pat dry արեք, այսինքն իրեն լավ չորացրեք սենց անցերոցիկով, որպեսզի պատրաստ լինի ինքը տապակվելու։ Ես երկու կողմից եմ ուզում իրան չորացնեմ, ինչքան լավ չորացնենք, այնքան համով է լինելու։ Ճիշտ է այսպես։ Տեսաք։ Մոդենում ենք այստեղ եւ ավելացնելու ենք ցիտաբտղից հետ։ Ես տապակելու եմ ցիտաբտղից հետով, նաեւ կարող եք տապակել փրենցի ցետով, որը սուշեֆը ունի, եթե ուզում եք համով ստացվի, այս երկու ցետերով անպայման պատրաստեք։ Հիմա այստեղ աղը եւ բղբեղ ավելացնելու եմ եւ այսպես եմ անելու։ Միանգամից մենք վերջի վարկանն ենք այս գործողությունը անելու։ Համեմունքը տնելու ենք, ավելացնելու ենք միսի վրա ու միանգամից պետքա տապակենք, ավելի շուտ չարժի, իսկ ավելի ուշ նորեն չարժի։ Եվ որպեսզի ունենանք crust, այսինքն մսային սենց համով խրխտան շերտ, պետք է աղը բղբեղը հիմա ավելացնենք ու տապակենք։ Դե իհարկե համեմունքները մենք միան օգտագործում ենք։ Մարանիկ, եթե լինի աղ, եթե լինի բղբեղ, եթե լինի քիմոն, եթե լինի անուխ, ամեն ինչ միայն մարանիկ։ Քանի որ ես ուզում եմ իմ համեմունքները ամբողջացնեն այս ուտեստը, իսկ ես եթե համեմունք օգտագործեմ ու ինքը ոչ որակով լինի, իմ բոլոր պատրաստածը պարապիկը կնա։ Իսկ ես չեմ ուզում պարապիկ կնա, ուզում եմ elevate անել իմ պատրաստածը, այսինքն իրան ավելի լավացնել։ Դրա համար օգտագործում եմ միայն լավ որակով համեմունքներ, այսինքն մարանիկ։ Մի խոսքով ընդդրյալ հատիկ համեկախնիկ մարանիկ։ Ավելացնում եմ աղը, տեսակ, եւ սև բղբեղը։ Ավելացնում եմ ցետը, բայց պետքա վստահ լինենք, որ դակ է։ Ավելացնում եմ մսերը, այս գողմը, որ ես ավելացրեցի համունքը, թեպի ներքև։ Թեպի ներքև։ Ինչ հոդեր են, մի հատ ցերկեր Սլևանա։ Դե իհարկե ABC-ով, որպեսզի մեր ցերկերը եւ մաշկը մնա լավ, թարմանված եւ մեր խաղանոցը մաքուր։ Աղը բղբեղը այստեղ ենք բերում, որովհետեւ եթե հիշում եք, միան ներքևի մասն ենք արել։ Հիմա պետքա այս վերևի մասը տնենք, բայց նորեն թնում ենք, հետո դարձնում ենք, այսինքն մինչև այն ժամանակ, որ մենք չենք դարձնելու, չենք թնում։ Բայց մի հատ ուզում եմ ցույց տալ իր ներքևը ոնց է։ Տեսակ։
Մոտավոր ամեն կողմ պետք է 3-ից 4 վայրկյան դապակենք։ Հիմա քանի որ թերը եղավ 2 վայրկյան, ունենք նաև 2 վայրկյան։ Ու շատ կարևոր է, որ մենք ստեյքը անենք, մի կողմ տնենք, ինքը հանգստանա, ու մենք պատրաստենք սոսը աղցանին եւ մնացած բանջարեղենը։ Քանի որ բանջարեղենը ոնց տեսնում եք, չի փախնում, ըստեղ է սպասում մեզ, իսկ դրեսինգը, այսինքն սոսի բաղաթիչներն էլ ըստեղ են։ Մնում է միան գտրենք, դասավորենք։ Հիմա ավելացնում ենք աղը, մյուս կողմը։ Նույնպես սև բաբեղը։ Եվ դարձնում եմ։ Տեսակ, ինչի մասին է խոսքը։ Միջև միսերը տաբակվի, հիշացնեմ, որ այս բոլոր ապրանքները և ընդհանրապես ամեն ինչ կարող եք ձեռք բերել Ուտուտ սուպերմարկետից։ Դե գիտեք, Ուտուտ սուպերմարկետը միշտ ունի համով բաներ, շատ ամեն ինչ, այսինքն ինչ որ պետք է տան համար կարող եք վերցնել Ուտուտից։ Եվ իհարկե խաղարկությունները, քանի որ երևի Հայաստանում այնպիսի սուպերմարկետ չի կա, որ այսքան հետաքրքիր խաղարկություններ ունի եւ ամեն անգամ լիքը նվերներ աշահացնում, մանավանդ բնակարանը, որ կարծեմ անցյալ ամիս մեր հետևորդներն մեկն աշահել ու շատ ուրախացել։ Հույսով եմ դարոսը բախտը կլինի բոլոր մեր հետևորդներին եւ բոլորդ կշահիկ բնակարաններ եւ ուրիշ նվերներ։ Հիմա պետքա կողքերը անենք այսպես։ Մեր ստեյքները արդեն կարող ենք հանել։ Դե ինչ, ամենակարևոր մասը ստեյք պատրաստելու իրան պետքա թողենք, որ հանգստանա, որպեսզի այդ տաքությունից, այդ ամեն ինչից ինքը հավաքի իր ջուսերը, իր հյութերը մեջը, եթե ես հիմա միանգամից կդրեմ, իր բոլոր հյուսվածքները կավրեմ եւ ինքը կդառնա ոչ համով միս։ Ունենք ստեղ քացախ եւ բալսամիկ իրար հետ խառնված, ավելացնում եմ մի քիչ շաքար, ավելացնում եմ կես կտալ, ասել էինք, մի քիչ աղ։ Աղը եւ շաքարը միշտ հավասար, եթե կես կտալ շաքար, կես տկալ աղ, աղը եւ շաքարը միշտ հավասար։ Սև բաբեղ, հիմա ավելացնում ենք սխտորը, ճզմելով, կարող եք եւ մանրացնել իրականում, բայց ես այսօր ուզում եմ ճզմել, քանի որ այստեղ շատ ունենք ապրանք, ես ուզում եմ այս դրեսինգը ուզում եմ լինի ինքը շատ բոլոր ապրանքների վրա խառնված, մի խոսքով։ Ցիտաբտղից հետ եւ իհարկե մենք օգտագործում ենք ամենավորակավոր ցիտաբտղներից մեկը, իսկ որտեղից սուշեֆից, ոնց պատմում եմ միշտ, սուշեֆից կարող եք ձեռք բերել այսպիսի ցեթեր, կարող եք ձեռք բերել Պրինցի ցետը, որը միշտ պատմում եմ, կարող եք ամեն ինչ տաբակել իրանով եւ մոռանալ vegetable oil-ի մասին, այսինքն բուսական ցեթերի մասին ընդհանրապես մոռանալ, որովհետեւ լինի ցեր ուտելիքը ավելի առողջարար եւ համով եւ թեթև։ Այս ամեն ապրանքները կարող եք սուշեֆից ձեռք բերել։ Ավելացնում եմ ցիտաբտղի ցետը եւ խառնում եմ։ Բայց ես մի հատ ուրիշ գաղտնիք եմ անում միշտ, երևի ձեր համար անեմ։ Ստեղ ունենում եմ ես ստեյքի սոսը։ Այդ ցեթը, որ միսը տապակվել է։ Ավելացնում եմ դրեսինգին, որպեսզի այդ համը տա։ Ու խառնում եմ։ Մեր սոսը պատրաստ է։ Կարող ենք մի կողմ դնել։ Սկսենք երևի բղբեղներից։ Տեղին բղբեղ,
կես հատ, կարմիր պղպեղ կես հատ եւ կանաչ պղպեղ կես հատ։ Մաքրում եմ, հանում եմ այս միջուկը ու կտրելու ենք շատ բարակ շերտեր, այսինքն այսպես։ Կանաչ պղպեղը պատրաստ է։ Եվ կարող եք ռուկոլայով, արգոլայով պատրաստել եւ կարող եք mix green-ով պատրաստել, այսինքն խարը աղցանի կանաչին էր ածախվում ընդհանրապես շուկայում, կարող եք այդպես, իսկ այս երկուքը, եթե չգտնեք, ոչ մի խնդիր, կարող եք նույնիսկ մարոլով, ավելի ճիշտ հազարով պատրաստել։ Խնդիր չի կա, կարևորը դուք ստեյքը ճիշտ ձևով պատրաստեք, մնացածը ինչ կա դունը կարող եք ավելացնել։ Կանաչ պղպեղը, կարմիր պղպեղը եւ դեղին պղպեղը։ Ես սիրում եմ, քանի որ ստեյքի սալատը գունավոր լինի, իմ համար մսային այդ կոմբինացիան սիրում եմ բանջարեղենի հետ բալանսավորել ու եւ ստանալ համով եւ ստանալ քունեղ եւ սննդարար իհարկե։ Կարմիրը մի հատ կիսում եմ, որովհետեւ ինքը շատ երկար պետք չունի լինելու։ Փարակ սլայսներ կամ շերտեր ենք անելու։ Այստեղ արդեն մեր կանաչիները փոլորը լվացերը մաքրել ենք, մնում է այնտեղ միան լոլիկը կտրատել եւ կարմիր սոխը։ Հետո արդեն ասամբլ անել, այսինքն հավաքել աղցանը։ Եթե ուզում եք քուբիկներ անել, խնդիր չի կա, բայց քանի որ ես ստեյքի հետո սլայսներ եմ անելու շերտեր, ես սիրում եմ մի քիչ սիմետրիկ լինի ամեն ինչ իրար հետ, դրա համար աչքի էլ սիրում եմ անուշիկ լինի։ Հիմա կտրենք կանաչ սոխը, կարմիր սոխը, լուսին, լուսնացև, փարակ լուսնացև, որպեսզի հետո ցերկով պանանք։ Կարմիր սոխի համար հարցում չհարցնեք, անպայման կարևոր է այս աղցանի մեջ կարմիր սոխը։ Եթե ուզում եք կանաչ սոխ էլ թնել, կարող եք թնել, բայց կարմիր սոխը չհանեք։ Ինքը շատ հետաքրքիր համային համադրություն է ավելացնում։ Սոխն էլ է պատրաստ։ Հիմա կարող եմ ազատկեղը կտրատել։ Ստեյքի աղցանը շատ սիրված է աշխարհում, որովհետև ինքը հավաքում է սննդարարություն եւ պրոտեին իրար հետ ու ինքը ամենաուժեղ աղցաններից է համարվում։ Շատ մանր չենք կտրատում, ազատկեղը մի քիչ չանքի վիճակով, այսինքն մի քիչ մեծոտ։ Ճիշտ այսպես։ Չանուշահոտը։ Հիմա մի քիչ բասիլիկ եմ կտրատելու, մնացածը տերևներով ավելացնելու եմ, դրա համար փոքրերը մի կողմ եմ թնում, մեծերը մի կողմ։ Այդ գաղտնիքը միշտ անում եմ, գիտեմ, սովորել եք արդեն։ Ահա, մի քիչ մարացնում եմ բեյզելը կամ բասիլիկը, որպեսզի համերը բաժանի։ Այս սրանք հանենք եւ կամաց հասնում ենք մեր վերջավորությանը։ Չեն ասում դից։ Չենք ասում մեր վերջավորությանը, հասնում ենք մեր հաղորդումը իր վերջին։ Ահա, մնաց ավոկադոն։ Հույսով եմ ավոկադոն լավ կլինի այսօր եւ մեր երեսը կխնդա, այս այդ լոթերիների նման է։ Լավ։ Վադը չէ, ավելի ճիշտ է, okay։ Մի քիչ այսպես, լոլիկներ ջան, վերցնում ենք ավոկադոն։ Գեղվե աղջիկս, գեղվե։ Գեղվե գիտեք ինչ է։ Գլբի։ Միշտ նայեք կյանքի լավ կետերին, օրինակ հիմա ես շատ ծարավ եմ զգում, ուզում եմ մի հատ գնամ սիլի ջուրից վերցնեմ խմեմ եւ կյանք ավելի ուրախ է դառնալու իմ համար։ Դրա համար միշտ ձեր կյանքի պոզիտիվ մասերը մտածեք, նեգատիվ մասերը մտածեք։ Լավ գրիներ, մազան մի հատ ավոկադոյի հյութ ունենար, օգտագործեինք։ Հիմա ամենահետաքրքիր մասը։ Վերևից նկարում ենք։ Գնաց։ Դնում ենք արգուլան կամ ռուկոլան, մի քիչ բացում եմ։
ավելացնում եմ բղբեղները, ըստ ճաշակի ավելացում ենք քույների կաման բռնացնում ենք մի քիչ աչք, մի քիչ ճաշակ, արդեն ստացվում է խնամիների հատուկ աղցան։ Հետո չասեք շաղիկը ինչ որ նոր գաղափար չի դվել, վայ, այս հրավերին ինչ եմ պատրաստելու մեր խնամիներին։ Չգիտեմ, աղջիկի մամա եք կամ դողու կամ աղջիկի հայր եք կամ մոկկուր կամ հոկկուր, անպայման էսիկ պատրաստեք։ Ձեր սեղանը պետքա քույնավոր համով, իդեալական սննդարար համով աղցան։ Լոլիկները դե իրականում ամենավերջում ենք ստեյքը տնելու, դրա համար ես հիմա հավաքում եմ այդ փանչարեղենային զոնան կամ հիմքը, կարող ենք ասել, ու հետո արդեն կավելացնենք մնացածը։ Մի քիչ ազատկեղ, մի քիչ բեյզել, այսպես, մի քանի դեղով ավոկադոները գտնենք, և գրեթե պատրաստ ենք հարսը ընդունելու, այսինքն ստեյքը այսօրվա դրությամբ, գնացինք։ Եվ միշտ կդրում ենք ստեյքը իրա հակարակ, այսինքն չիղերի հակարակ։ Եթե չիղերի հակարակ չի կտրեք, չենք ստանար համովություն։ Okay, ես ձայրիները ինձ եմ թողելու, ես սրանք, բայց ուզում եմ ձեզ ցույց տամ իրա փափուկությունը, սենց, նայեք, տեսակ, դե, ուզում չուզում բիտ ուտեմ, ինձ, տեսակ ինչ փափուկ է, գնացինք, մի քիչ բացում ենք, որպեսզի իրա մեջի այդ համով ջուսի լալը երևա ստեյքին, ճիշտ այսպես։ Գնացինք։ Բացում ենք, որպեսզի ավելի իդեալական լինի։ Ռոկֆոր կամ բլու չիզ, ցերկով սենց մարացնում ենք, վաու, չգիտեմ որ աստղանի օթելն եք, հյուրանոցն եք, որ երգիրն եք, բայց այս համովությունը ամոթ է բաց տողել։ Քանի որ միսը շատ անուշիկ է, չեմ ուզում շատ փակեմ իրա վրա, որ դուք վայելեք անուշիկությունը, հետո սոսից կարամ ավելացնեմ մի քիչ։ Եվ այսօրվա պաղաթրատոմսը դավարի ստեյքի մսով աղցանը պատրաստ է, անպայման դուք էլ պատրաստեք և վարեք, բարեխորժակ։ Դե ինձ սիրելիներս, արդեն տեսակ այս իդեալական աղցանը պատրաստ է, աղցան չէի ասի, կասեի ուտեստ, քանի որ այնքան հագեցնող ու այնքան սննդարար է, որ միայն աղցան չէ։ Իսկ մենք պետքա փորձենք, իրականում փորձելու եմ ամեն ինչից վերցնել, և կանացից, և լոլիկից, ամեն ինչից տրինք, ավոկադոյցը տնենք, իդեալական համերը ըսկանք, դե և իհարկե կարմիր սոխ, առանց կարմիր սոխ չի լինի, մի քիչ բլու չիզ, այսինքն ռոկֆոր, և իհարկե ստեյքի մսերից։ Հիմա
փափուկ։ Փափուկ համով խենտանալիք ավոկադո։ Սոխ։ Մի խոսքով իդեալական։ Չգիտեմ, ամոթեցես, եթե այս աղցանը չպատրաստեք, այս սիրուն համով աղցանը եւ հպարտանաք ձեր ընտանիքի դիմաց, որովհետեւ այստեղ կա հպարտություն եւ ստեյք պատրաստելու համար հմդություններ կունենաք, քանի որ շաղիկ եք դիդում կամ համի գախնիկ եք դիդում, որտեղ շաղիկը պատրաստում է եւ արդեն համով աղցան պատրաստելու հմդությունը։ Դե ինձ սիրելիներս, դուք էլ պատրաստեք վայելեք ձեր կյանքը, ոնց մենք ենք վայելում եւ մենք կհանդիպենք նույն ժամին 9:00 եւ 17:00 Կենտրոն TV եթերով։ Ցտեսություն։